Համեղագույն, սիրունագույն էսկիմո եմ թխել, այս անգամ 2 շերտով ու շատ հետաքրքիր ու յուրահատուկ կրեմով։ Ես վստահ եմ, որ կրեմի այս տարբերակը ձեզ համարել է նորություն, անպայման պահպանեք հոլովակը։ Իսկ հմի արագ գնացինք պատրաստելու։ Ձվի դեղնուցն ու խտացրած կաթը կդնենք մարմանդ կրակին, անդադար խառնելով մինչ կպնդանա, հետո կփակենք սննդային թաղանթով ու կդնենք, որ ամբողջությամբ սառի։ Խմորի համար 1 ամբողջական ձու, 2 ձվի սպիտակուց կհարենք շաքարավազի հետ միասին։ Մածունի կամ թթվասերի վրա կավելացնենք սոդա ու կլցնենք ձվային զանգվածի վրա։ 1 ճաշի գթալ բուսայուղ, մաղով կանցկացնենք ալյուրն ու կակաոն։ Խմորը հավասարաչափ կտարածենք ու կուղարկենք ջեռոց ընդամենը 15 րոպեով։ Նույնությամբ կթխենք երկրորդ շերտը։ Իսկ եթե ձեր տապակը շատ մեծ է, կարող եք 1 ամբողջական շերտ թխել բոլոր 2 շերտի բաղադրիչները խառնելով իրար։ Իսկ հմի վերջացնենք համեղագույն կրեմի պատրաստումը։ Սենյակային ջերմաստիճանի կարագն ու վանիլինը կհարենք, քիչ-քիչ կավելացնենք եփովի մասսան, որը նույնպես պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ 2 շերտերը կմիացնենք իրար կրեմով, արտաքին շերտին եւս կքսենք կրեմ ու պարտադիր կտեղափոխենք սառնարան մոտ կես ժամով։ Այդ ընթացքում էլ կպատրաստենք ջնարակը։ Կակաո, շաքարավազ ու ջուր միասին կխառնենք ու կդնենք մարմանդ կրակին։ Անընդհատ կխառնենք ու երբեք չենք հասցնե եռման։ Հենց սկսեց եռալ, կրակից կվերցնենք, հետո կրկին կտեղափոխենք կրակին ու այդպես մոտ 15 րոպե։ Հետո կավելացնենք կարագ, կխառնենք, կդնենք, որ գոլանա ու նոր հավասարաչափ կտարածենք թխվածքի վրա։ Էսկիմոն կտեղափոխենք սառնարան 2-ից 3 ժամով, որից հետո նոր կկտրենք, որպեսզի ստանանք ավելի իդեալական ու գեղեցիկ կտրվածք։